Ահա։ Շարժվում է, էլի, պատը։ Սա պետք է սրա հետ լինի։ Վերևը նայ, այստեղ նայ։ Սենց դες ոնց է անջատվել։ Սա էլ սրա հետ պետք է։ Ոչ թե սա պետք է սրա հետ լինի, այս սա սրա հետ։ Նույնիսկ այս կողմը լրի բլված էր, այս աստիճանները չկար։ Երկու անգամ մենք ենք այս աստիճանները, այս լրի վնգած էր։ Այս լրի որ նայում ենք, չէ՞։ Դեսի քանդված բաներ է, այսի մենք սա դեռ մենք որ սարքել ենք, այսի մեր սարքածին ասանք սարի, sense քանդվել թափել է երեխեքի վրա։ Մեջը դաժե ցեմենտ չկա որ նայես։ Հողա։ Իսկ ո՞նց է այս տունը ստացել, երբ։ Էսի 70-ականներին, էսի կոմունիստների ժամանակ հիմա շենքը ունի իր էսի բնակչությանը հանել է բնակվում։ Հետո նենց եղավ որ դի նորակառույց շենք կառուցեին, եկան այդ ֆունդամենտը բանը սա 85 թվից է սենց։ Ու այդ Հարաբաղի շարժում, երկրաշարժման եղավ, տենց կիսատ պռատ մնաց, դե բաքվեցի այդ Ադրբեջանից հայությունը, որ եկան, դե հիմնարկները այն վաղտ քանդվում էր էլի սա։ Հես այդ տնագներից դաժե մի հատ մնացել, աստե մի հատ հետևն է մնացել, ում ձեռը այդ ժամանակ այդ դժվար տարիներին փող կար, տվեցին առան, ով էլ փող չուներ, հիմնարկությունը նորից հետ տարավ։ Իսկ սկզբում ձեզ հանել էին։ Հա բա, լրիվ 24 ժամ, 48 ժամվա մեջ ջուր, լույս, լրիվ կտրած, ահավոր վիճակ է։ Դու հեսա որ տեսնեք, այս լրիվ սաղ սեյսմիկներն եկան նկարեցին, լրիվ 4-րդ կարգ է։ Մենակ MÇS-ն է եկել ներքին գործերի նախարարության կողմից, հիմա պատշգամբները տալիս է 4-րդ, շենքը 3-րդ։ 40 տարվա մեջ մի հատ նորոգում չի արվի, ավտոմատիկի դառել է 3-րդ։ Մի 2 տարի էլ որ է շենքը մնա, կդառնա առաջի կարգ ու դառնա թազա շենք էլի, իրանց ասելու։ 24 ընտանիք ու ոչ մի տուն դատարկ չկա, 110 քանի հոգի մարդ ապրել է շենքի մեջ, որ էլի խաղալիք չի, ասենք, ման, դեցքի պլաշատկեք են սարքն բան երեխեք, հիմա սրանք երեխա չեն, ապանանա մնան պանելի տակ։ Մեր մարզպետարանը, համայնքապետարանը ամեն ինչ անում են, որ բերեն հասցնեն իրեն աշխանի, որ սարքեն։ Կոմիտեններ ուզում։ Մատ որոշում կայացնենք։ Հիմա մենք էլ ուզում ենք դատախազություն տանք, թող օրենքը այդ հարցին լուծում տա։ Կլնի չի, ջանդամ չի բլվել, ուրիշ հնար չկա։ Եթե ոչ մի ղեկավար չի զբաղվել սրանով, այսինքն մենք մեր ուժերով ենք զբաղվում։ Երկով ենք էդի մենք sense դնում։ Այդպես երկու հատի արանքը մի հատը դրել ենք, որ այս քարերը չընկնեն։ Շենքը նայեք sense սա, sense ճակը, արեք այս կողմից։ Հենց մի որ ընդավ sense այդ ռյադը ու էդի ինքը գրում է 3-րդ կարգ, որ Այստեղ նայեք։ Քարը դրած լինի, ինչ-որ ցեմենտ չկա։ Չկա, հեսա ստեղ նայեք, հələ ստեղ նայեք։ Ասենք դուք պարտադիչի մասնագետն եք։ Էսի պետք է մի օր իմանա էսի, այս շենքը սա լրիվ ուռը դուս է գալիս։ Ինչ պետք է լինի վերջը շենքը։ Այս քարերը անգնում էին բրթելն մնաց, որ հանկած մեկի գլխին չընկնում։ Այս քարերը։ Իսկ սա հարևանությունն է, քիչ-քիչ ամենքի տունին ջավելյացել է, այդ ճաքերի մեջ դուսելը։ Ուրիշները բլցնում էին, մենք սարքեցինք, որ ամուր է, մենք այդտեղ երեխաներ ենք, ինչ անենք, գիտենք, որ մեր համար մտածող չկա։ Չգիտեմ, հեսա, տեսեք ինչ կկատարվի։ Ոչ կարաս ռեմոնտ անես, ոչ կարաս մի բան առնես, տեղ տնես, մինչև չփլվի, մինչև մարդիկ չմեռնին, մինչև փորձանքը չգա, всё, ինչ բանը չեն անի։ Եզրակացություն է։ Հա, եզրակացություն է։ Տեխնիկական վիճակն ընդհանրապես գնահատվում է խիստ անբավարար եւ մասամբ վտանգ։ Իսկ վնասվածության մակարդակը ըստ նորմատիվ ստանդարտի չափանիշների 4-րդ աստիճան։ Շենքը տեխնիկապես հնարավոր է նաև վերականգնել եւ ուժեղացնել, ինչի համար պահանջվեն մեծ ծավալի եւ ծախսատարություն։
Ավելի շատ է ծախսել։ Եկի 12 թվին։ Գիտեք ոնց իրանք չեն հերքում, որ շենքը փլվելու ենթակա է։ Всё, гарантия Այս քանի որ այդ գրած Էսի 12 թիվն է, երրորդ կարգը։ Հիմա այսպես վերցնենք, ես այն մարդն եմ, որ պետքա որոշեմ առաջնայինը որ շենքն է, չէ քանդվում։ Բնականաբար ես եթե այդ արանքում տեսնեմ այդ երրորդ կարգը, բնականաբար դա կգնա հետին պլան առաջնային այլ մյուսները արդեն կլինի, չէ, նորմալ է, չէ, մեր անհանգստությունը դրա համար է։ Դուք տեսաք շենքի վիճակը, կարելի է ապրել, թորներից խնդրել եմ, որ բերի, վախենում եմ աղջիկս, այն մի 3 տարի առաջ, որ երկրաշարժ եղավ, իր աղջիկա հետ ստեղ էր, բարուրը գրկել է ու չի իմացել ոնց է փախել, վախենալով են գալիս, մեր հարազատները վախենում են մեզ հյուր գան, եթե գալիս են կարճ ժամանակով։ Այսինքն դուք որ հիմա եզրակացությունը իջացրել են, երրորդ կարգ են սարքել, մտածում եք այդ նրանից է որ չեն ուզում։ Հա, իհարկե, դա դիտավորություն է։ Դիտավորություն է, ուղղակի չենք հասկանում ումն ենք այդ վատությունը արել։ Եվ մենք չենք հասկանում։ Հաստատ դա դիտավորություն է։ Ոնց է ձեզ համար գնացել ենք համայնքապետարան առաջին հարկում ցույց են տալիս, որ արդեն շենք սարքելու համար հողի անձնագիրը արդեն կա։ Բարձրանում ենք համայնքապետի մոտ, սառը ցնցող ենք ընդունում, այդ մարդը ասում է ես իրավունք չունեմ, ես իրավասու չեմ, եթե նման որոշում է կայացվել, ես այդ իրավունքը չունեմ, ես իրանցից չեմ կարա թռնեմ իրանց գլխից կոպիտ ասած։ Էլ ինչ անենք, ոնց հասկանանք դա։ Եթե դա դիտավորություն որ երրորդ, այսինքն սեյսմիկներն են որոշում։ Այո, բայց ինքը հողը պատրաստել էր, այսինքն ինքը ուզում էր։ Մարզպետը ուզում էր, համայնքապետը ուզում էր, չգիտեմ, այդպես ենք մենք տեսել։ Իրանք աշխատել են, որ ասենք չեն աշխատել, սուտ կլինի, էլի, անխղճություն կլինի։ Ուղղակի գնում ինչ որ տեղ կա, հասնում է, ընդեղից մերժված գալիս է, ընդեղից խանգարում են։ Ես չգիտեմ, ես չեմ հասկանում, թե ումն ենք խանգարում, թե ինչ կբացահայտվի, դրանից են վախենում, այդ արդեն չգիտենք, չենք իմանում։